Բարի ողջույն, խոսալու եմ երեկվա Պուտին եւ Փաշինյան հանդիպման մասին։ Դե ինչ խոսամ, արդեն խոսացված բրծած է էլի, քանի տարի ասում եմ, վերջերս էլ ակտիվորեն փորձում եմ ներկայացնել, որ տեղ հասնի, որ Հայաստանի Հանրապետությունը Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում միայն ու միայն երկար ժամանակ, համարյա 2 տարի պատերազմից հետո, 20 թվի պատերազմից 2 տարի շարունակ պայքարելով, որևէ ելք գտնելով, որ չճանաչի Ադրբեջանի կազմ, բայց այն ժամանակ ճանաչեց Ադրբեջանի կազմ, երբ որ Արցախի ներկայացությունը, ներկայացուցիչներ արցախցիներից, այսինքն քաղաքական ղեկավարությունը չէր ուզում համագործակցել Հայաստանի հետ, չէր ուզում իրականության դաշտ գար, մշաձողը որի չեսնելու մասին խոսում էին, իսկ իրանք ընդդասում էին, ինչ նշաձող, մենք անկախ պետություն ենք, բայց ամենագլխավորը, որ մեր ռազմական դաշնակիցը եւ Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորը, ինչպես նաեւ Ուկրաինայի անվտանգության երաշխավորը, դա Ռուսաստանն է։ Ռուսաստանը ասում է, որ Ղարաբաղը անբաժանելի մասն է, եղել է ու կա Ադրբեջանի։ Այս հայտարարություններից, Պուտինի այս հայտարարություններից հետո Հայաստանը հասկանալով, որ ինքը միայնակ չի կարա 20 թվի պատերազմից անդառնալի ծանր հետևանքներ թողնելուց հետո չի կարա միայնակ Արցախի հարց առաջ տանի եւ իսկապես միայնակ մնացել ոչ միայն ռազմական դաշնակիցն է այդ հարցում իր հետ չի, այլ նաեւ ամբողջ աշխարհի թե գերտերությունները, թե Մինսկի խմբի պետությունները ոչ մեկ ձեռ չմեկնեց, ոչ մեկ չասեց, այդպես չի կարելի եւ շրջափակման ժամանակ հիշում եք, որ ձևական Եվրոմիությունից էր գալիս այսպես ասած կոչեր, ել հələ հավասարության նշան դնելով իբր թե չնայած շրջափակման ժամանակ իբր թե մեղադրում էին եւ պահանջում էին Ադրբեջանից բան անել հետ կանգնել իրանց այդ պահվածքի շրջափակման մասով, բայց գիտեք ինչ կա, դուք բոլորդ լավ գիտեք, որ քանի որ քաղաքացին չի ենթարկվում օրենքին եւ պարտքը չի մուծում բյուջե, գործում է հարկադիր ծառայություն։ Հիմա Եվրամիությունը եթե պահանջում է Ադրբեջանին պահել իրան այնպես ինչպես որ հարկն է, պետքա կիրառել հարկադիր ինչ որ ուժեր, այսինքն պետքա ֆիզիկական, ռազմական ճնշումներ, եթե մինչև դրան հասնել է սանկցիաներ, բան կիրառել։ Եթե չի կիրառել, ուրեմն ինքներն է համաձայն եւ միգուցե նույնիսկ միասին են խորհրդակցվել եւ Մինսկում, եւ Մոսկվայում, եւ Փարիզում, որ բերեք այո, մենք ցույց տանք իբր թե հայեր, եղբայրներ, քույրեր, եղբայրներ, մենք ձեր հետ ենք, բայց Ալիև դու տակից քո գործը արա։ Այդքանից հետո ուզում եք Հայաստանը դուրս գալ դեմ մարդեմ պատերազմի մեջ մի պետության հետ, որը ռազմականապես քեզանից աբգոն արել, անցել է, մարդկային ռեսուրսով անցել է, իր տնտեսական աճը քեզնից անցել է ու դրա հետ մեկտեղ էլ այդքան գերտերությունները, այդքան ճանաչված պետությունները պետքա իրայել օգնում են։ Այդքանից հետո ուզում էր Հայաստանը դուրս գան նոր։ Այսինքն ուզողներ կային, դրանց պետքա թարս թաղել, բերանի վրա թաղել, որ ուզում էին Հայաստանի ներքաշային պատերազմի մեջ։ Սա քաղաքական գործիչներին է վերաբերում։ Այն մեր քույր եղբայրները, որ ասում են Հայաստանը մեզ մենակ թողեց, Հայաստանը չաջակցեց Արցախը, երբ որ շրջափակման մեջ է, քաղաքականության խորը դետալներին չեն տիրապետում, չէին հասկանում վտանգը Արցախի Հայաստանի վրա կախված, իսկ ես հենց այդ ժամանակ Արցախից էի հայտարարում, որ Հայաստան դու մի խառնվի այս հարցերում, պատերազմի հաջորդ օրը ասեցի, ամսի 20-ին, ասեցի սա որ ուրիշ հարց է, այսինքն նպատակ ունեն եւ Հայաստանի վրա հարձակում կազմակերպեն, այն ժամանակ Սյունիքի թեմաներ էր շոշափվում եւ Ռուսաստանը նպատակ ուներ, որ Սյունիքը իրանցով անեն։ Ողջույններս բոլորին, ողջույններս բոլոր միացողներին։ Միացեք, հələ շարունակելու ենք զրույցը, մենք պետքա հայ աչքերով նայեք այս ամեն ինչը, ոչ թե Ռուսաստանի աչքերով կամ Ռուսաստանի տեսանկյունից։ Որոշակի Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցներ կան, նվաստացումը Հայաստանի վարչապետի գլուխ կախելը խեղճացած դիրքը բանը հաճելի է ու խջվատես մեր Պուտինը ինչը զոր տղա է խեղճացնում է, բայց երեկվա հանդիպման ժամանակ այդ չեք կարող այդ մեկը ասեք, չեք կարող ասեք, որ Պուտինը խեղճացրել է Փաշինյանին։ Փաշինյանի տրամադրությունը բարձր, զրույցի ընթացքում էլ թե արդեն որ հարցը փոխանցել է, զրույցը փոխանցել է Փաշինյանին, մից սկսել է ասում մենք հələ իրար հետ պետքա ճաշենք, աբեդես Պուտին։ Սա խոսում է նրա մասին, երբ որ ասում եք
ընկելա սեղանի տակ Փաշինյանը սեղանից ընկելա սեղանի տակ հետը բանակցող չկա լսել եք էլի տենց հայտարարություններ քաղաքական գործիչների սա մանիպուլյացիա էր եւ ընդհանրապես իրականության հետ կապ չուներ Հայաստան Նիկոլը չէր ընկեր սեղանի տակ Հայաստանը մի պահ այո ծնկել էր հիմա Հայաստանը նորից ոտի է կանգնում որովհետեւ չկա լծակներ Հայաստանի այնպիսի օրգցեն ինչ որ գցել են տասնամյակներ շարունակ ուղղակի ցավոք սրտի Արցախի կորուստից հետո էլ դե եթե Արցախը չկորսվեր այլ իրավիճակ կլներ բայց 20 թվին եղանակ փոխվեց այն հայը որ ուրանոմա այդքան զոհողությունները մեր հայ եղբայրների ով որ ուրանոմա Հայաստանի արածը Արցախի եւ արցախցիների համար թե զորքով, թե զենքով, թե սննդով, թե մարդկային ռեսուրսով թող որ ասма զույգ աչքերով կուրանա Este Փաշինյանի հարցի, este Հայաստանի հարցը եւ դրա համար եմ ասում Նիկոլը չէր ծնկած, Հայաստանն էր ծնկած հիմա եթե Նիկոլը ծաղկի, Նիկոլը լավ կառավարի երկիրը մեր օգուտն է ասել եմ 1000 տարի ասում եմ այդ խոսքը ու էլի կրկնում եմ պետքա նրան հասնելու համար նախ ուշադրել ենք մենք որպես քաղաքացիներ որպես ես ինքս հանրային գործիչ մի քիչ էլ երևի ակտիվ ես հարցերում պետքա սխալների մասին էլ խոսանք որ ուղղվեն պետքա լավի մասին էլ խոսանք որ իմանան որ էդի մենք էլ ինդիկատոր ունիման լույս տալիս որ դա լավ է լավ լույս տանք որ գնա թե չգիտեք այն հայը որ Հայաստանը կամ օրվա իշխանությունը դրական քայլ է անում ու ծաղրում է այդ քայլի հետևից այդ ինչ հայ չմո է սեղանի տակ ընկած չի չմոյա գիտեք այն հայը նորից եմ կրկնում անկախ քաղաքական հայացքից նույնիսկ ուղիղ ասում եմ քաղաքական իրանց հակառակորդներին էլ եթե դուք Հայաստանի հաջողությունների համար ծաղրում եք ձեր երկրի ղեկավարությանը դե ինչ ժողովրդի մոլորեցնեք որ տեսեք էդի լավ հաջողություն չի բան չէ դի վատ բան է դուք вообще մարդ չեք չեմ ուզում էլ բացական գնահատականներ տամ ուրեմն գիտեք Ստե ես առանձնացրել եմ թե էկոնոմիկայի մասին զրույցը թե ընդհանուր այդ իրաց բաղվածքը բայց ես կարևորում եմ որ վերջի վերջո եւ վերջապես Փաշինյանը կանգնեց ասեց այն ինչ որ ես հայ հանրության անընդհատ ասում եմ որ ժողովուրդ ջան Նիկոլը չի առաջինը ճանաչել Արցախը Ադրբեջանի գազ առաջինը ճանաչել է Պուտինը երբ Հայաստանը միայնակ է մնացել հասկացել է որ Ռուսաստանը մեզ չի աջակցում այդ հարցում եւ միայնագլուխ չի հանի Ինքն էլ գնաց ճանաչեց, այն ինչ որ ճանաչել են, բայց երեք Պուտինը զարմացած բաներ հայացներ ընդունում թե իբր մեր համար զարմանալի էր, ինչ էր, չգիտեմ, բառերը չեմ հիշում, որ դուք գնացիք Պրահայում 22 թվականին ճանաչեցիք բանի մաս, Ադրբեջանի մաս։ Այդ բանին Փաշինյանի գիտեք, այն ամենացավոտ տեղին կպավ ինքը, բայց եթե Փաշինյանը այդքան ցավ չունենար մեջը եւ այդքան նեղացած չլներ թե աշխարհից թե Պուտինից եւ թե հայկական քաղաքական դաշտում բազմաթիվ մեղադրողներից ինքը ցավերի մեջ չդիմացավ եւ արտահայտվեց այն ինչ որ իսկապես ճշմարտությունն է արտահայտվեց այն ինչ որ ես եմ բազմիցս ասել որ Հայաստանը մենակ էր իսկ առաջինը ճանաչել է Ռուսաստանը Ադրբեջանի կազմ հենց պատերազմը ավարտել է Ռուսաստանի նախագահան դրա մասին հայտարարել է ել չեմ ասի ինչ է պատերազմն է Սերժ Սարգսյանի ժամանակ է Լավրովը ասել է Կազանյան պայմանագիր չելի խորհրդ հավաք է եղել Կազանում Էլի պահանջել են Ռուսաստանի կողմը Լավրովի գլխավորությամբ Լավրովյան պլան որ լսած կլինեք այդ խոսքը որ պետքա 7 շրջանները հետ վերադարձվի իսկ այն 5 շրջանը Լեռնային Ղարաբաղի այդ 5 շրջանը դա էլ մնա անորոշ վիճակ այսինքն հետ տվեք այսինքն Աղդամի Ջաբրայելի Քելբաջարի պոստերը խրամատներից զորքին հետ բերեք Ստեփանակերտ հետո կորոշենք ինչ ենք անում բայց դե որոշված էր Սերժ Սարգսյանն էլ միամիտ չի Ինչքան էլ հա դժգոհ լինեք Սերժ Սարգսյանից եւ իր սխալ վարած քաղաքականությունից էլ դժգոհ լինեք, բայց ինքը հաստատ չէր կարա առանց որևէ գիտեք անվտանգության երաշխիքի, անվտանգության երաշխավորների զորքը Աղդամից Ջաբրայելից հանել բերել լցնել Մարտունի, Ստեփանակերտ, Մարտակերտ, Ասկերան։ Հադրուտ։ Հասկացաք, այնպես որ Ռուսաստանի պահանջը շուտվանից էր ոչ թե Նիկոլի օրոքոր առաջացել, որ Արցախը հետ տան Ադրբեջանին, այլ դեռ Սերժ Սարգսյանի ժամանակ, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ նույնպես
Շնորհակալություն լայքերի համար, շնորհակալություն ժողովուրդ, որ միանում եք եւ հետեւում եք իմ գործունեությանը։ Չմոռանաք էլ YouTube-ում էլ պատվից կանեք, որովհետեւ դներեք զանգ եկավ, ինձ չի կարելի զանգած եթե ժամանակ։ Ու տենց Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի օրոքել Ռուսաստանի դիրքորոշումը այդ էր, որ Ղարաբաղը был и есть всегда в составе, было и есть всегда в составе Азербайджана неотъемлемой часть. Ժողովուրդ, իմ ցավը, իմ վերքերը սրտի եւ իմ հիվանդություն առողջական խնդիրները լուրջ եմ ասում, զուտ գալիս է հենց այդ դրանից բարակտում ինձ, որ հայը չի նայում հայի աչքերով, հայը չի նայում Հայաստանի աչքերով, այ հայը նայում է ադրբեջանցու աչքերով, հայը նայում է Ռուսաստանի աչքերով։ Ժողովուրդ, դու նայեք մեր տեսանկյունից, դուք նայեք մեր դիտակետից, դուք նայեք մեր խրամատից եւ մեր դիրքից, կտեսնեք ուրիշ պատկեր։ Դուք մի փորձեք մտածել, ես հիշում եմ, էլի ասում են դե Ռոբերտ բանը մեր ննդեյա իշխանությունն ասում է դե ինչ գնանք Ադրբեջանի հետ բանակցենք, եթե գիտենք Ադրբեջանը ինչ է ուզում։ Ես էլ ասում եմ դու պետք է գնաս բանակցես, ասես դու ինչ ես ուզում։ Եվ Եվրամիությունը եւ նույն Ռուսաստանը բանը երբ որ երրակողմ զրույց լինի Ադրբեջան, Արցախ եւ Եվրամիություն չէ ժամանակ եւ որ խորհրդարանը եվրոպական պետություններ դու քոնաս ասա անհամատեղելի է Արցախ հայերիս հետ միասին ապրել Ադրբեջանի բերեք անվտանգային մեխանիզմներ ձևավորենք սկանդինավյան խաղաղապահ զորքեր կան որ լինի նաեւ զսպիչ եւ ընդդիմություն այսպես ասած ռուս խաղաղապահների թե չէ եթե ամբողջությամբ թողնում էիք ռուս խաղաղապահների ազդեցության տակ Արցախը այսօրն այրընկնում իսկ սրա մասին ես մի հատ տեսանյութ ունեմ կգա ժամանակը կթարմացնեմ Արցախից էի ասում ես զրույց արել եմ ասել եմ պետք է հրատապ սկանդինավյան կամ եվրոպական որևէ երկրի կողմից ուղարկվի ստե կարող է ժողովուրդներն շուտվանից ինձ հետ որ Ստեփանակերտից հիշեմ որ ասել եմ պետք է ստե ռուս խաղաղապահների հետ տվյալ եվրոպական խաղաղապահ ուժերը միասին կանգնեն որ մեկը մյուսին այսպես ասած պահվածքը տեսնի որ տեսնի Եվրոմիությունը ռուսը ոնց է Թուրքիի հետ խաղ է տալիս որ ոնց է ռուս խաղաղապահը ընկնում Թուրքիա ականջին ասում Ղարաբաղ это Ադրբեջան Ղարաբաղ это Ադրբեջան это ваша земля Բայց գալիս է մեր մոտ հայերիս мот, ասում է вы наши братья, армяне, наши братья, мы будем всегда с вами. Россия никогда не отпустит Карабах. Раз мы приехали, останемся здесь навсегда. Հիշում եք սիրելի արցախցիների զրույցները։ Հիշում եք մեր մեջ էր այդ զրույցները պատտվում, որ իբր դա էլ Ռուսաստանի դիրքորոշումն է։ Չգիտեմ մեր մեջ ով էր հորինել, մեր հայերից, թե KGB-ից են հորինել։ Նու ռուսական KGB-ն հորինել է ուղարկել Ղարաբաղյան KGB-ին ասելա ձեր ժողովրդի մեջ պատտեք այս զրույցը, որ Ռուսաստանը ձեզ չի լքի։ Ռուսաստանը որ եկել է աստես ստեից չի գնա։ Ռուսաստանը ձեր անվտանգության երաշխավորն է եւ կարող է այս հալը ձեզ ռուսական անձնագրեր տան։ Ով խափում է, թողելի գիշերը քնի, առավոտ չհելնի։ Այդ զրույցները պատտվում էր ու պատտվում։ Մինչեւ հիմա նույնիսկ տեսանյութ կա Կարլեն Ասլանյանն չէ ազատության բանն լրագրող եկել էր Ստեփանակերտ նկարահանել մեր Արցախի չափահաս տղամարդիկ 60-նից 70-նից մարդիկ ասում են ուրիշ տարբերակ չկա Արցախը փրկվելու պետք է ռուսը իր ձեռքը վերցնի նու ռուսական անձնագրերի մասին թեմա էր գնում այդ ժամանակ եթե հիմա հետ հաշվարկով նայում ենք այո լավ էր Արցախը արցախցիները ռուսական պասպորտ վերցնեին ու մնային շարունակեին ապրել մեր հազարամյա պատմություն ունեցող հայկական հողում Արցախում բայց արդեն որ դեպքը կատարվում է որ ոչ մի կոնսենսուսի չեն գնել ոչ մի համաձայնության ոչ մի բանակցությունների չի գնում Արցախը կորցնում ենք հետո սկսում ենք երազել հետ հաշվարկով պատկերացնել որ հնարավոր էր այս հարցերը sense լուծել դե հնարավոր էր լուծեին մենք ունեինք քաղաքական ղեկավարություն եւ Արցախում եւ ունեինք քաղաքական ղեկավարություն Հայաստանում Հայաստանը Իրանից կախված ամեն ինչ արել է մինչեւ հոկտեմբերի 6-ը 2022 թվականի այդ 2 տարին ուղիղ 2 տարի պատերազմից հետո շարունակ ես հիշում եմ որ ակտիվ բանակցություններ էր գնում Փաշինյանը առավոտից իրիկուն Եվրոպայով չափում էր Ամերիկա Ռուսաստան Չափում էր ինչի համար, որ Արցախը մնա հայկական, Արցախում շարունակ է մնալ ապրել։ Իսկ Արցախի ղեկավարությունն ինչ էր ասում, ասում է, չէ, ոչ թե մենք պետք է մնանք Արցախում ապրենք հայկական մնա Արցախը, այլ անկախ պետություն մենք առանձին պետություն եք, հələ սպասեք, մի հատ ձեն չհանեք, այ հիմա ձեն հանեք, Սամվել Շահրամանյան, նаш պրեզիդենտ։ Այսինքն, այնքան են օթերով։ Ու օթերով են գիտեք ինչի, որովհետև այդ քաղաքական ղեկավարությունը Արցախի կոնկրետ Չէ կարա քալքցեր ընդ Սամվել Բաբայանի հետ, ով որ քաղաքական ռազմաքաղաքական գործիչ է,
շատ adekvat ու սթափ քաղաքական միտք ունի եւ իրավիճակը սթափ է գնահատում։ Ես Սամվել Բաբայանի ռազմարվեստի գիտակից իր քաղաքականության մասով միշտ եղել եմ համաձայն։ Ստե մարդկային հարցը չի, թե ինքը լավ մարդ է, վատ մարդ է, որովհետև տեսնում եմ, որ ինչ որ բլոգերներ, որ իրանք իրանց անցյալը, եթե ես ինձ թույլ տամ իրանց անցյալը հրապարակեմ, ամոթ էլ կլինի իրանց անցյալը հրապարակեմ, բայց այսօր նստած Բաբայանին մասին բամբասանքներ են տարածում, լսված տեյցնդեից խոսքեր։ Ղարաբաղի ժողովրդին ինչով մոլորեցին, ասել են Ղարաբաղը Բաբայանի մի տվեք վլաստ, գիտեք, բայց խեին ասեմ, որ գիտեն Ղարաբաղը պահպանվելու է եւ իրանց թալանացը լափածը բացահայտվելու է։ Ու իրանք պատժվելու են հայի ձեռով, իրանք նախընտրեցին պատժվեին թուրքի ձեռով, ավելի շուտ չէին պատկերացել, որ թուրքի ձեռք լինեն, գիտեն ռուսի իրանց թիկունք հալնելու հետ են գալու, Հայաստան ստել ավտորիտետ խաղան, էլի հերոս խաղան։ Այդ դրա համար իշխանություն չտվեցին Բաբայանին, բայց որտեղ պես ժողովուրդը չհավաքվի իր մոտ, պատմեցին 90-ականների բեսպրեդել տարիներից դեպքեր, որը եղել է ինչ որ չափով մի մասամբ, եղել է մի քիչ չափազանցված, բայց դե կապ չունի, դե հիմա շատ բաներ սուտ է օրինակ եղել, այդ ինչ որ ասել են։ Այո, եղել է բռնություն, եղել է, բա հետամնաց, բա պատերազմից հետո ճգնաժամային վիճակ ալնում։ Հեսա Ուկրաինան գիտեք, որ պատերազմ աստված տա կանգնի։ Ռուսաստանն էլ նույնպես, չնայած Ռուսաստանի տարածքում չէ պատերազմ, բայց այդ ագրեսիան էլի է նկատվելու ռուսների մեջ էլ, ուկրաինացիների մեջ էլ, եւ բեսպրեդելը լինելու է երկու պետությունների մեջ։ Բա դուք ուզում եք Ղարաբաղում բեսպրեդել չլներ։ Մանավանդ ջահել երիտասարդ գեներալը, որ պատերազմը հաղթել է, մի հատ էլ իրան լավ չզգա։ Բա իր տունը մի հարկ իմ տնից բարձր չլինի, արա ինչ մարդիկ եք, այդ խի եք նախանձում, բաղի Բակոյի, Արկադիայի եւ մնացածի այդ դաշաններին բանին, բազմահարկանոց շենքերին չէիք նախանձում։ Բաբայանը մի հատ տուն ուներ, 2-3 հարկանի, էլի հետո մանկապարտեզ են սարքել իրան նստեցնելուց հետո։ Սաղի մատը ցույց էին տալիս, ասում է Բաբայանի տունը տեսել ես, այն ժամանակ էին ինձ ասում, դե ես երեխա եմ եղել 90-ականներին, 2000 ես վերջ չթվեր։ Այն ժամանակ էին ասում, որ նայում եմ շուրջը Բաբայանի տնի սաղ տները, ընտի լավ տներ է, ու գեներալ նենց էլի պետական չինովնիկների տներ է Ստեփանակերտում։ Ոնց էր կոչում հարուստների թաղամաս չէր ոնց որ կոչում, որ Հեքիմյան իջնելուց ձախ կողմի վրա էլի Կարմիր խաչի բանը, որ ինչ որ գարաժ ուներ ընդ եկեղեցու ուղղությամբ իջնելուց ձախ սեփականը որ տներ բանկա շենքեր չկա դե փողոցով էլ էի հիշում մոռացել եմ։ Այնպես որ մոլորեցին ժողովրդին Արցախը տվեցին, հետո եկան ասում Նիկոլն ա տվել։ Նիկոլը տվել է, որովհետև դուք ձեր տեղում չէիք, դուք չէիք ուզում համագործակցեիք Հայաստանի հետ, դուք չէիք ուզում գնայիք Եվրոպա, դուք չէիք ուզում բանակցեիք Թուրքի հետ Եվրոպայում, բայց բանակցեցիք Եվլախում գլխիկոր։ Ինչի մասին։ Ձեզ ապուշի տեղ չդնեք, այ քաղաքականի փրթե քաղաքական գործիչներ, ձեզ ապուշի տեղ չդնեք։ Եթե ես հետևում եմ իրադարձություններին, դուք ինձանից լավ եք հետևում եւ դուք հիշում եք, որ թուրքը նույն Ալիևը ասել է «Не будете приехать в Софию, будете приехать с пущенными головами в Баку». Հետո նորից եմ ասեց երևի հերո է Բաքուն, ելխի այդքան տեղը նստեք գաք։ Եկեք Եվլախ ձեր հարցերը լուծենք, գնացեք ապրեք։ Այսքանը ժողովուրդ ջան ինձ զանգում են, հարմար չխոսամ, լավ մնացեք, կարևոր գործեր ունեմ, գնամ գործերիս լնեմ։ Հուսով եմ ամբողջությամբ մեկնաբանեցի էկոնոմիկայի բանի մասերով, դրանք սա մանիպուլյատիվ բաներ է, տիպը մեր հետ լավ հարաբերությունը Եվրոպայում $600 են, գազը ստե $170, մեր հետ եղեք թե չէ, այստեղ ուգրոզա չկար, ուղղակի ասում եմ, որ Հայաստանի ժողովուրդ իմացեք, որ ձեզ 170 ենք տալիս եւ գնահատեք այդ ամեն ինչը, եւ ռուսական ուժերին գնացեք զայն տվեք։ Դե Հայաստանի ժողովուրդն պետքա, որ ասում է անկախության հետ մրսի, ոնց Մակրոնը ուրիշ ձև ասելա, չէ։ Անկախության հետ լավամրսի, քան թե գազով, ռուսական գազով տաքանա, հասկացաք ժողովուրդ ջան, մենք չպետք է խաբվենք տենց հարցերում, մենք պետք է մեր շահը, պետական շահը, անկախությունը եւ որոշակի կամ մեծամասամբ կախվածությունը, գերտերություն Ռուսաստանից միայն Ռուսաստանից թույլատրել, ունի այդ կապը բոլոր գերտերությունների հետ, ունի այդ կապը մեր հարևանների հետ նորմալ հարաբերություն ունենանք այդ կապը թե արաբական երկրների, թե ասիական երկրների, թե եվրոպական եւ ամերիկյան երկրների հետ։ Այսքանը լավ մնացեք, իրար հետ կապով կլինենք։